Աղթալա համայնքի ղեկավար Հայկ Խաչիկյանը ներկաներին նախ տեղեկացրեց համայնքի եկամուտների մասին։ Ծովի հարկը 791,000 դրամ, տեղական տուրքերը 818,000 դրամ, պետական տուրքեր 50,000 դրամ, այդ թվում նաև դոտացիաներ են մտնում 32,730,000 դրամ, բնապահպանական վճարներ, Աղթալայի լեռնասացման կոմբինատի կողմից մասհանումներ են կատարվում ֆինանսների նախարարությանը եւ այնուհետեւ մասհանումը կատարելու համայնքի բյուջեն 3,500,000 դրամ։ Այլ եկամուտներ 6,646,000 դրամ դուք էկրանի վրա կարող եք տեսնել մանրով։ Բայց ամենայն դեպս երևում է։ Ներկայացվեց նաև 2012 թվականի համեմատ եկամուտների շարժը։ Պետական տուրքեր մենք նախատեսել ենք, որ կհավաքագրենք 50,000 դրամ, կատարել ենք 30,000 դրամ եւ այստեղ թերացել ենք 77% եղել։ Պետության կողմից հատկացվող համայնքին դրամաշնորհները հատկացվել են 100%-ով, դոտացիան եւ բնապահպանական վճարները, իսկ այլ եկամուտները, որ մեր մոտ կազմում է 6,646,000 դրամ, մենք 2013 թվականին կատարել ենք 97%-ով, բայց 2012 թվականի համեմատ աճը կազմում է 127.1%։ Ընդհանուր հաշվով 2013 թվականի բյուջեն 2012 թվականի 49,126,000-ի դիմաց կազմել է 50,877,000 դրամ գումար։ Հաշվետվության ընթացքում ներկայացվեց նաև բյուջեի ծախսային մասը։ Օրինակ նորածին երեխաներ ունեցող 32 ընտանիքների շուրջ 480,000 դրամ է տրամադրվել, 1,480,000 դրամ գումար էլ հատկացվել է Աղթալա համայնքում աղբահանություն իրականացնելու համար։ Դրա մեջ մտնում է աղբահան մեքենայի վառելիքի ու ավտոպահեստամասերի ծախսերը։ Նաև սեպտեմբերի 1-ին առաջի անգամ դպրոց հաճախող, առաջի դասարանցիների համար պայուսակներ և իրենական պիտույքներ, ինչպես նաև նոր տարվա մեր մանկապարտեզի և դպրոցականների համար նախապատրաստում և այդ գումարը ընդհանուր կազմում 1,572,000 դրամ։ 2013 թվականին կապիտալ ծրագրերի շրջանակներում իրականացվել է առողջապահական կենտրոնի կառուցումը, որի համար ծախսվել է 49 միլիոն դրամ։ Այստեղ համայնքի ներդրումը կազմել է 2,169,000 դրամ։ Կառավարության կողմից համայնքին հատկացված 29 միլիոն դրամ գումարով փոխվել է 3 շենքի տանիք։ Counterpart International միջազգային կազմակերպության աջակցությամբ Բարիթ թաղամասում արհեստական խոտածածկով մարզահրապարակ է կառուցվել։ Տնտեսված 963,000 դրամ գումարով էլ նախատեսվում է արդեն այս տարի նույն մարզահրապարակի համար անհրաժեշտ գույք ձեռք բերել։ Կրթության և գիտության նախարարության և համայնքի հատկացված գումարով հիմնանորոգվել է Սվինես թաղամասի մանկապարտեզը։ Քաղաքապետ Հայկ Խաչիկյանը հաշվետվությունը ներկայացնելուց հետո լսեց հաշվետվության ընթացքում ներկաների մոտ առաջացած հարցերը։ Մենք 13 թվականի հունվարի 1-ով մնացող բյուջե ունեցել ենք։ 7,810,000 դրամ։ Տարեվերջի 1000 մնացորդը անցնում է հաջորդ տարվա բյուջեն, դա մտնում է ֆոնդային մաս։ Մենք դա չենք կարող ծախսենք վարչական ծախսերի համար եւ կարող ծախսենք կապիտալ ծրագրերի համար։ Այնուհետև օրակարգի հարցը քվեարկության դրվեց։ Համայնքի հավաքանու ձայների 2 ձեռնպահ եւ 6 կողմ հարաբերակցությամբ 2013 թվականի Աղթալա համայնքի բյուջեի տարեկան հաշվետվությունը հաստատվեց։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։